Հիմա չի պատասխանում, մի հատ եկեք մի նախադասությամբ ձևակերպեմ, հիմա ինչ ենք մենք իրար հետ պայմանավորվում, էլի։ Ես խնդրում եմ հանդիպում։ Ում հետ։ Պարոն Խաչատրյան, մենք Միկոյան 64-ով ուր ենք հասել, ինչ խնդիր պետք է լուծենք, քաղաքացիներին ձեր անուն ազգանունն ասեք։ Հայկ Սմբատյանը հեռախոսի համարը։ Ձեր։ Հիմա ասեմ, հա։ Բայց եթերում ենք, երևի ճիշտ չի եթերում ասելը։ Էսա ես հետո կգրեմ հեռախոսի համարը։ Մի հատ իրանց հետ կապ պահենք, որ մարդիկ տեղյակ լինեն, ինչ ենք անում, ուր ենք հասել, ինչ ժամկետներ ենք պատկերացնում, ինչ ճանապարհ ենք պատկերացնում, որ խնդիրը լուծվի։ Խնդիրը հետևյալն է, որ իրանք իրանց տների սեփականության վկայականները ստանան, այդ մեկ։ Երկրորդը նախնական հաստատված նախագծի կանաչապատ տարածքները ապահովի, որ շենքը կանաչապատ տարածքներով շրջապատված լինի, եւ երրորդը հողի բաժնային սեփականության հարցն է, դատախազությունը զբաղվում է, արդյունքում էդ էլ լուծվի, եւ այնտեղ հիշում եք, որ կանխիկ վճարումների հետ կապված հարցեր կա, հասկանանք դրանք ոնց են լուծում։ Ամեն ինչ ճիշտ ձևակերպեցի, պակաս բան չասեցի, շատ լավ։ Էսա ես կդրեմ համարը, հիմա հարմար չի, որ համարը տենց եթերում չարժի, որ ասենք։ Իվարկյան եղբայր, սպասեք, չէ։ Մի հատ գրեք էլի եղբայր ձեր համարը, հենց գրեք սենտ տվեք։ Եղբայր, տեսել եմ, իմ կաբինետում այդ նախագիծը բացվել է, նայել եմ։ Մի հատ ամեն դեպքում ձեր անուն ազգանունը գրեք։ Եթե համարը գրեք, ես անուն ազգանունը արագ կգրեմ։ Հայկ Սմբատյան։ Կապի մեջ կլնեն, ձեզ էլ կասեմ կներգրավվեն այդ խմբի մեջ, պարբերաբար տեղեկություն կտա։